Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ ձեր հարևանը հանկարծ ասում է, որ եկեղեցին սովորական շենք է, իսկ խաչը պարզապես փայտի կտոր։ Ոչ, սա ժամանակակից աթեիստական խոսք չէ։ Սա 1000 տարի առաջվա Հայաստանն է։ Մի խումբ մարդիկ, ումից սարսափում էին թագավորներն ու պատրիարքները։ Նրանք մերժեցին ամեն ինչ, ինչը սուրբ էր համարվում, բայց փոխարենն առաջարկեցին մի բան, որն անգամ այսօր թվում է անհնար։ Ովքեր էին իրականում թոնդրակյանները՝ միջնադարյան սոցիալիստներ, թե սատանայի հետ գործարք կնքած հերետիկոսներ։ Այսօր մենք կբացահայտենք այն, ինչը փորձել են ջնջել մեր պատմության էջերից։ Թոնդրակյանները չէին սիրում աղոթել պատերի ներսում։ Նրանց համար Աստված ամենուր էր, բացի եկեղեցուց, բայց ամենաապշեցնողը նրանց սոցիալական կյանքն էր։ Այն ժամանակ, երբ կանայք աշխարհում իրավունքներ չունեին, թոնդրակյանները քարոզում էին կատարյալ հավասարություն։ Կինը կարող էր լինել համայնքի առաջնորդ։ Ավելին, նրանք մերժում էին մատաղը, այն համարելով կաշառք Աստծուն։ Նրանց առաջնորդ Սմբատ Զարեհավանցին պնդում էր. ոչ ոք իրավունք չունի տիրանալու հողին, այն պատկանում է բոլորին։ Գիտեիք, որ թոնդրակյանները հասել էին նրան, որ իրենց առաջնորդներին անվանում էին Քրիստոսներ, հավատալով, որ յուրաքանչյուր մարդ կարող է դառնալ Աստծո որդի։ Սա այնպիսի հեղափոխություն էր, որ նույնիսկ մուսուլման ամիրաններն ու քրիստոնյա իշխանները միավորվեցին նրանց բնաջնջելու համար։ Բայց ամենասարսափելին այն պատիժներն էին, որոնք սպասում էին նրանց։ Պատմիչները վկայում են, որ բացահայտված հերետիկոսների դեմքին աղվեսի խարան էին դնում, որպեսզի նրանք հավերժ մնան հասարակությունից վտարված։ Անգամ Սուրբ Գրիգորն Արեգացուն ստիպեցին թուղթ գրել նրանց դեմ, որպեսզի ապացուցի իր հավատարմությունը եկեղեցուն։ Թոնդրակյանները չմնացին միայն Հայաստանում։ 11-րդ դարում Բյուզանդիայի կայսրերը հազարավոր հայ հերետիկոսների տեղահանեցին Բալկաններ։ Հենց այդտեղից էլ սկսվեց մի շղթա, որը ցնցեց ողջ Եվրոպան։ Բուլղարիայի բոգոմիլները եւ Ֆրանսիայի հզոր կատարները իրականում հայկական թոնդրակյանների գաղափարական ժառանգներն էին։ Նրանք նույնպես մերժում էին խաչը, եկեղեցին եւ քահանաներին։ Կարելի է ասել, որ հայկական թոնդրակ գյուղում ծնված այս շարժումը դարձավ եվրոպական ռեֆորմացիայի հեռավոր նախապապը։ Իսկ 19-րդ դարում Հայաստանում հայտնաբերվեց մի գաղտնի ձեռագիր՝ ճշմարտության բանալին, որն ապացուցեց այս գաղափարները գաղտնի ապրել են դարեր շարունակ։ Այսօր թոնդրակյաններից մնացել են միայն ավերակներ ու թշնամաբար գրված տեքստեր։ Իսկ դուք ինչպես եք կարծում, եթե թոնդրակյանները հաղթեին, ինչպիսին կլիներ Հայաստանն այսօր։ Ավելի ազատ ու հզոր, թե կկորցներ իր ինքնությունը։ Գրեք ձեր տեսակետը մեկնաբանություններում։ Ձեզ հետ Արգամ Ռոբերտին էր, կհանդիպենք։